Այսօր մենք ունենք դեկորատիվ նախագահ, որը կարող է ոչինչ չանել, չերևալ, պաղպաղակ ուտել, չգիտեմ, դաշնամուր նվագել, ունենալ մի 100 հոգանոց աշխատակազմ բյուջեի հաշվին։ Ամենից անիմաստ պաշտոնն է այսօր, անհասկանալի անիմաստ պաշտոնն է այսօր երկրում։ Պետք է փոխվեն, լիազորությունների տեղաշարժ, այո, պետք է լինի։ Ինչ վերաբերում է կրթության ցենզի, կրթական ցենզի, չէ՞։ Նույնիսկ եթե չեմ սխալվում, այսօր նույնիսկ վարչապետ դառնալու համար բարձրագույն կրթության պահանջ կա, չկա։ Չկա այդպիսի պահանջ։ Լրիվ ընդունում եմ, նույնիսկ իմ կարծիքը այնպիսին է, որ IQ-ի տեստ պիտի հանձնի մարդը։ IQ-ի տեստ պիտի հանձնի։ Գոնե կրթական ցենզը այո համարում եմ, որ պետք է լինի։ Հիմա չկա սահմանադրությամբ։ Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում ես ամենայնիվս պնդելու եմ, որ որոշակի այսպես կրթական ցենզ այո պետք է լինի։ Ինքը ի դեպ կրթություն չունի, բարձրագույն կրթություն ինքը չի ստացել։ Հետո ինչ որ ձևի, չգիտեմ, վարչապետ դառնալուց հետո ինչ որ դիպլոմ են դասավորել։ Թե ինչ ճանապարհով, չգիտեմ, շատ իմ կարծիքով կասկածելի ճանապարհով։ Հարցադրումը ճիշտ է։ Բայց ստե նաև պետք է ժողովրդի հետ աշխատել, որ մարդիկ էլ հասկանան, որ այսպես ասենք ժողովրդական ֆիլտր էլ լինի, որ մարդիկ հասկանան, որ կրթություն ունեցող, գիտելիք ունեցող մարդն է կարող երկիրը առաջ տանել։ Ոչ միայն օրենսդրական, այսպես ասենք, վերջը նույն ժողովուրդը ընտրել է մի մարդու, որը կրթություն չուներ բարձրագույն, որը հեռացված էր համալսարանից։ Մենք նաև պետք է աշխատենք ժողովրդի հետ բացատրելու համար։